ֆինանսական գրագիտությունն այլևս ոչ թե հավելյալ հմտություն է, այլ կրթության կարևոր բաղադրիչ։ Այս համոզմամբ Իդրամը եւ ID բանկը շարունակում են շուրջ 2 տարի առաջ մեկնարկած ֆինանսական գրագիտության արշավը։ Այս տարվա առաջին հանդիպումն անցկացվում է առցանց ձևաչափով։ Էկրանի մի կողմում Իդրամի մասնագետն է, մյուսում ամենակրտսեր լսարանը՝ Ռոբոտոն մրցույթի 8-ից 10 տարեկան մասնակիցները։ Դեռևս անցած տարի Mind Center-ի կողմից անցկացվեց Ռոբոտոն մրցույթը, որի մասնակցեց շուրջ 200 երեխա, եւ Իդրամը, ինչպես միշտ, նման միջոցառումների կողքին էր։ Նաեւ կար պայմանավորվածություն, որ երեխաների համար Իդրամը պետք է անվճար վեբինարներ եւ ֆինանսական գրագիտության հանդիպումներ անցկացնի։ Թեև սա կրտսեր տարիքային խմբի հետ վեբինարի առաջին փորձն է, երեխաները ակտիվորեն ներգրաված են գործընթացում։ Թեմաները ներկայացվում են խաղային եւ ինտերակտիվ ձևաչափով, երեխաների առօրյայից վերցված օրինակներով։ Նրանք ծանոթանում են գումարի եւ բյուջեի հասկացություններին, պլանավորմանը, սովորում են խնայողության եւ նպատակային ծախսելու կարեւորության մասին, անդրադառնում թվային միջավայրում զգուշավոր լինելու անհրաժեշտությանը, առանց բարդ բանկային տերմինների։ Շատ ուրախալի է, որ երեխաները ակտիվ էին, հարցեր էին ուղղում, օրինակներ էին բերում եւ բավականին տեղեկացված էին, օրինակ զեղծարարության տեսակներից, ֆինանսական հասկացություններից եւ այլն։ ID բանկի եւ Իդրամի համար ֆինանսական գրագիտությունը սոցիալական պատասխանատվության ռազմավարական ուղղություններից է։ Ծրագրերը նախատեսված են տարբեր տարիքային խմբերի համար եւ իրականացվում են բազմազան ձևաչափերով։ Իդրամը շարունակաբար անցկացնում է նման հանդիպումներ տարբեր տարիքային խմբերում, թե երեխաների, թե մեծահասակների համար, քանի որ սոցիալական պատասխանատվության գլխավոր ուղղություններից մեկը հենց ֆինանսական եւ թվային գրագիտությունն է։ Ծրագրի շրջանակում վերջին տարիներին կազմակերպվել են դասընթացներ դպրոցներում, ճամբարներում, Իդրամում եւ ID բանկում, բազմաթիվ են եղել նաեւ վեբինարները թիրախային տարբեր խմբերի հետ։ Ծրագրին մասնակցած երեխաների թիվը հասնում է 2000-ի։ Թեև ֆինանսական գրագիտության որոշ տարրեր ներառված են նաեւ դպրոցական ծրագրերում, մասնագետները կարևորում են լրացուցիչ կրթությունը, հատկապես արագ փոփոխվող թվային միջավայրում։ Քանի որ Իդրամի եւ ID բանկի կողմից անցկացվող այս դասընթացները այսպես մեկ տեղում են բոլոր կարևոր հիմնական հասկացությունները ֆինանսական եւ որ ամենակարևորն է ներկայացնում են արդի հենց այդ պահին գործող զեղծարարության տեսակները, որպեսզի երեխաները հանկարծ չխաբվեն, նույնիսկ երեխաները իրենց ծնողներին խորհուրդ տան, թե ինչպես պետք է վարվել։ Երեխաներին փոքր հասակից կրթելը մեր համոզմամբ ամենակարևոր ներդրումն է, որ մենք կարող ենք ունենալ մեր հասարակության համար, որովհետեւ այդ երեխաները հետագայում կդառնան ֆինանսապես գրագետ քաղաքացիներ եւ ֆինանսապես գրագետ հաճախորդներ թե Իդրամի, թե ID բանկի համար։ Այս վեբինարը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ ֆինանսական գրագիտությունը կարող է լինել հասկանալի եւ հետաքրքիր նույնիսկ ամենակրտսեր տարիքի երեխաների համար։ Իսկ այն երեխաները, որոնք փոքր տարիքից սովորում են տարբերակել ճիշտ ֆինանսական վարքագիծը, զգուշանալ խաբեություններից եւ գիտակցաբար օգտագործել գումարը, ապագայում դառնում են ֆինանսապես պատասխանատու քաղաքացիներ։ Իդրամի եւ ID բանկի համար ֆինանսական կրթությունը երկարաժամկետ ներդրում է հասարակության ապագայի համար։